Այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ Հայաստանի ռազմաարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Հավետիք Քերոբյանի հետ։ Պարոն Քերոբյան, բարև ձեզ։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ տեսակ նախարարի հայտարարությունները ընդհանրապես մեր պաշտպանունակության բարձրացման, ծառայության 1.5 տարվա, նաեւ ուրեմն արձակուրդային ռեժիմի հետ կապված, նաեւ նախահեղափոխական ժամանակաշրջանի ֆինանսավորման հետ նախարարի վերլուծությունները։ Մենք բազմիցս ձեզ հետ խոսել ենք, ինչ փոփոխություններ են տեղի ունենում բանակում, որքանով են այս փոփոխությունները տանում բանակի արդիականացմանը։ Վարչապետը նախարարը կարևոր այսպես ձեռքբերումներ նշեց, հատկապես այդ 25-օրյա հավաքների հետ կապված։ Մենք առիթ ունեցել ենք բազմիցս խոսելու, հիմա երբ նախարարը այսպես որոշակի տվյալներ ներկայացրեց եւ նաեւ ասաց, որ ըստ էության այնպես չէ, որ մենք նվազեցնում ենք ուրեմն պաշտպանության հատկացվող գումարները, համոզիչ էին դրանք թե ոչ եւ ինչ տպավորություն դուք ստացաք, համեցեք։ Անդրադառնալով Սուրեն Պապիկյանի հենց նոր ավարտված հարցազրույցին, լավ կլիներ, եթե այդ պատասխանները հնչեին սրանից 3 տարի առաջ, իսկ երբ որ ինքը նոր նշանակում էր պաշտպանության նախարար, եւ այն ժամանակ բնական կլիներ, ասենք անդրադառնալ հիվանդությունների ցանկին, որը նախորդ տարվա հետ կապված վերլուծվել է կամ պաշտպանությանը կատարվող ծախսերին, որը նախորդ, ասենք, տարվա նկատմամբ ավելացել է։ Բայց ես ունկնդիրներին հիշեցնեմ մի քանի բան։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախարարի պաշտոն զբաղեցնում է 2021 թվականի նոյեմբեր ամսից։ Անցել է 4 տարուց ավելի ժամանակ։ Հա, եւ խոսել ինչ որ ընթացիկ նորոգումներից, չգիտեմ, ավելացումից նախորդ տարվա նկատմամբ եւ այլն, սա ուղղակի ծիծաղել է, սա երեխայություն է, ոչ ավել։ Հա, այս տարի 2 անգամ ավել եմ զիլինա խաղացել, քան նախորդ տարի։ Օրինակ, հա, բայց մյուս կողմից էլ ես ուզում եմ մեր ունկնդիրների ուշադրությունը հրավիրել, ասենք հանցագործության մեջ ինքնախոստովանությանը։ Օրինակ, պաշտպանության նախարարի պաշտոն զբաղեցնող անձը ասում է, որ ինքը չունենալով որևէ իրավական նորմ, հա, օրենքով սահմանված, աշխատանքից ազատել է ինչ որ ծառայողները կամ ինչ որ աշխատակիցներ պաշտպանության նախարարության, որոնց որդիները օտարերկրյա քաղաքացիներ են, ես ներկայացնում։ Ինքս շատ դեմ եմ, որ հայ տղաները, ընդհանրապես որևէ հայ Հայաստանից գնա ընդունի օտարերկրի քաղաքացիություն, առավել եւս ծառայօտար բանակում։ Ցավով եմ հետևում, թե եւ ցավով եմ ընդունում յուրաքանչյուր լուր, որ ռուս-ուկրաինական պատերազմում այս կամ այն կողմից հայ կա եւ շատ այնպես քիչ չեն նաեւ զոհվածները, սրտի կսկիծով եմ հետևում նաեւ կամ կարդում այն մարդկանց կենսագրությունները, ովքեր օտար երկրների համար լինելով հայ, կրելով հայկական ազգանուն կամ ծնված լինելով նույնիսկ Հայաստանում, օտար երկրների համար ստեղծել են միջուկային զենք, հա, կամ զբաղեցրել են բարձր պաշտոններ նավատորմում, օրինակ Միացյալ Նահանգների կամ այս վերջերս պաշտոնից ազատվել է Ջեֆրի Հարիգյանը, որը ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարն էր Եվրոպայում։ Հայ պետք է ծառայի Հայաստանին, հա, բայց սրանով հիմնավորել օրենքի խախտումը կամ ապօրինությունը, հա, չի կարելի ասել, որ ես գիտեք ինչ կա, կասկածի որդով առաջնորդվելով ծառայությունից ազատել եմ ինչ որ մարդկանց, ում երեխաները օտար երկրի քաղաքացիներ են։ Ավելին, հակառակը պետք է անել։ Պետք է մտցնել իրավական այնպիսի նորմեր, որ հնարավորություն կտան օտար այլ երկրներում ծառայող հայերին, հա, գալ, անցնել աշխատանքի կամ ծառայության Հայաստանի զինված ուժերում իրենց կարողությունները ծառայեցնել Հայաստանին։ Դրա մասին խոսելու փոխարեն պաշտպանության նախարարը ասում է, որ ես օրենք եմ խախտել եւ հպարտանում է դրանով։ Մյուս կողմից տեսեք, էլի զլանում է ասել, որ 26 թվականի համար պաշտպանության ծախսերը կրճատվել են։ Ասում է 25 թվականին ռեկորդային ծախս են ունեցել, բայց 26 թվականին պաշտպանության ծախս են կրճատում։ Ասում է խաղաղություն ենք կերտում, հա, խաղաղություն։ Բայց պաշտպանունակությունը Դե պաշտպանունակությունը այդպեսի ռազմական տերմին չկա։ Հա, պաշտպանության նախարարը չի կարող պաշտպանունակությունից խոսել։ Պաշտպանության նախարարը պետք է խոսի մարտունակությունից։
պետք է խոսի մարտական կարողությունից, ոչ թե պաշտպանական կարողությունից։ Սա բացարձակ անգերակիտություն է։ Պաշտպանության նախարարը խոսում է նրանից, որ զինված ուժերի գլխավոր շտաբը բերում ամեն տարի ներկայացնում է իրեն ցանկ սպառազինության եւ իրենք գրման գործընթաց են նախաձեռնում, բայց չի խոսում, որ դա կատարվում է օրենքի խախտումով։ Չի խոսում նրա մասին, որ այստեղ գլխավոր շտաբից եւ պաշտպանության նախարարությունից բացի կա անվտանգության խորհուրդ, կա կառավարություն, որոնք օրենքով սահմանված լիազորություններ եւ պարտականություններ ունեն ռազմական գնումների նկատմամբ եւ ռազմական ծախսերի ընդհանրապես ասած եւ խոստովանում է, որ ինքը այսպես մաս է անօրինականության։ Իհարկե ողջունելի է, որ բաց է խոսում, հա, բայց նույն բովանդակությամբ հարցերի, ես ուշադիր հետևում եմ, ասենք նույն բովանդակության հարցերի, մի դեպքում տալիս է պատասխան, որ ուզում եմ իմ պաշտոնավարման օրոք կատարվածի մասին խոսել, մյուս դեպքում խոսում եմ այնպես, որ նախորդ թերությունները, որոնք որ դեռ շարունակվում են, սկսվել են իր պաշտոնավարումից առաջ եւ ինքը դրա համար պատասխանատու չէ։ Օրինակ զինկոմիսարիատների հարցը, հա։ Ես նոր-նորքի զինկոմիսարիատում հաշվառված։ Հա, արդեն 32 տարի, այնտեղ 34 տարի այնտեղ հաշվառված եմ։ Այնտեղ բան չի փոխվել։ Էլի բուժ զննում անցնելու համար, անցնում ես վանդակաճաղով դրան հետևով, բանտի տպավորություն է թողնում դեռ այսօր էլ։ Հա, էլի մատիտով քարտեր են լրացնում, էլի արդարացնում են նրանով, որ վաճառանկություն է ստացել, բայց կներեք, էլի 4 տարի անցել դու ես արդիականացման հետ կապված ոչ 4 տարի անցել դու ես պաշտպանության նախարարը, ավելին։ Դրանից էլ ավել։ Լավ, ասում եմ, բայց Ադրբեջանի թեև մրցավազքի մեջ չենք, պարոն Քերոբյան, բայց մենք էլ չենք դադարեցնելու սպառազինության գնումը, վստահ եմ, հետևել եք նաև դրան։ Նաև հետաքրքիր էր, որ ըստ էության տեղական ռազմարդյունաբերության մասին խոսեց, նշելով, որ 26-ին շուրջ 150 միլիարդ դրամի պատվեր են նախատեսում։ Ուրեմն էլի պաշտպանության նախարարը միտումնավոր կարծում եմ նաև չի ասում նրա մասին, որ այդ 150 միլիարդը հաջորդ 3 տարվա համար է, այսինքն 26-28 թվականների, եւ համեմատություն էլ չի անում 23-ից 25 թվականների հետ, որի համար նախատեսված էր իրենց իսկ խոսքերով 171 միլիարդ դրամ։ Այսինքն այստեղ էլ ունենք բացի ընդհանուր առմամբ 26 թվականի բյուջեի 112 միլիարդ կրճատման հետ զուգահեռ ունենք նաև եւս 21 միլիարդ դրամ հաջորդ 3 տարիների համար տեղական արդյունաբերության պատվերի հետ։ Հա, դրա այդքանով կրճատվել է։ Մյուս կողմից պետք է հաշվի առնենք, որ ամբողջ աշխարհում ամեն ինչ թանկացել է, հա, ոսկին է թանկացել, պղինձն է թանկացել, հումքը ամեն ինչ թանկացել է, էներգակիրները թանկացել են եւ այլն։ Եվ այս 150 միլիարդ դրամով վստահաբար կարող եմ ասել, որ արտադրելու են ավելի քիչ եւ քանակով, հա, եւ գումարով էլ ավելի քիչ, քան ասում են, որ արտադրել են կամ պատվիրել են 23-ից 25 թվականների համար։ Այսինքն այստեղ էլ կա հետընթաց։ Հիմա նաև չի անդրադառնում պաշտպանության նախարարը, ամեն դեպքում ես չլսեցի այն փաստին, որ ռազմարդյունաբերության զարգացման բյուջեն նախորդող 5 տարիների ընթացքում եւ մասնավորապես այն 4 տարիների ընթացքում անցած 4 ամբողջ տարիների ընթացքում, որի ընթացքում ինքը եղել պաշտպանության նախարար 22, 23, 24, 25 ռազմարդյունաբերության զարգացման բյուջեն անշեղորեն թերակատարվել է։ Անշեղորեն։ Ինքը ոչ թե դրա պատվիրատուն է, ինքը նաև դրա պատասխանատուն է։ Հա, եթե պաշտպանության նախարարությունը եւ զինված ուժերը չեն հանդիսանում ակտիվ պատվիրատու փաստացի մենաշնորհային ոլորտում, որտեղ իրենք մենաշնոր գնորդ են, հա, ինչի մասին կարելի խոսել։ Այս ոլորտում թերակատարումը, հա, 50%-ից ավել է ամեն տարի 50%-ից ավել է։ Եվ 25 թվականի նախատեսված 1.5 միլիարդ փորձանմուշների արտադրությունը, որը ուղիղ կերպով իրենց պատասխանատվություն է եղել, այսինքն իրենք պետք է ասեն, որ գիտեք ինչ կա, նախորդ տարին այս մշակումը ինչ որ կամ ինչ որ մշակում եկել հասել է հասունության են աստիճանի, որ մենք պատրաստ ենք տանել դաշտային կամ զորային փորձարկումների, նախատեսված 1.5 միլիարդից ծախսվել է ընդամենը կնքվել է ընդամենը պայմանագիր 31 միլիոն դրամի, այսինքն 50 անգամ ավելի պակաս, քան բյուջեով նախատեսված է եղել։ Չի խոսում դրա մասին։ Դա էլ հենց ուղիղ իրենց պատասխանատվությունն է։ Սրա պատվիրատուն պետք է լինեն զինված ուժերը ուղղակիորեն։ Այո, չի խոսում դրա մասին։ Տեսեք, մենք տեսնում ենք նաև անդրադարձ քրեական ենթամշակույթին, որ ըստ էության այս հարցը նախարարն էլ նշվում է, որ բանակում լուծված չէ։ Հետաքրքիր է,
Ինչպես պիտի հաղթահարվի սա, պարոն Քերոբյան, քրեական ենթամշակույթը, որը շատ հաճախ գիտեք տարբեր վատ եւ կործանարար դրսևորումներ բանակում ունենում, ընդհանուր ինչով օրինակ 25 թվականին խաղաղ պայմաններում զոհվել կամ մահացել է 30 զինծառայող, 24-ի որից 24-ը ծառայության հետ ընդհանրապես չկապված հանգամանքներում։ Այս ցուցանիշը դարձյալ մտահոգիչ չէ, որովհետև անդադ շեշտում ենք, որ նախորդ տարիների համեմատությամբ ավելի քիչ դեպքեր ունենք բանակում, բայց շատ իրավապաշտպաններ այստեղ էլ լրջագույն խնդիր են տեսնում։ Ուրեմն իհարկե շատ վատ է, որ բանակում շարունակում է այդ իրավիճակը, ես դրան քրեական ենթամշակույթ չէի ասի, ես կասեի կարգապահության անկում եւ կարգապահության բացակայություն, բայց լավ կլինի մի քիչ էլ հայլու մեջ իրեն նայի, հա, լավ հայտնի է, ես այստեղ նորություն չեմ ասում, որ պաշտպանության նախարարի պաշտոն զբաղեցնող անձը ծառայության ժամանակ դանակարել իր հրամանատար սպային, դա բոլորին հայտնի է, դրա մասին բոլորս գիտենք, եւ այդ մարդը այսօր խոսում է քրեական մշակույթից, կներեք դա ուղղակի ծաղր է մեր բոլորի երեսին, քրեական ենթամշակույթը մեկ օրվա հարց է, մեկ օրվա, հա, կամային որոշում պետք է կայացվի, յուրաքանչյուր անձ, որը կանչվում է ծառայության, ինքը անցնի պարտադիր հոգեբանական վերականգնման դասընթացի միջով, հա, կազմվի իր հոգեբանական պատկերը, եթե պետք է նաև հոգեբուժական պատկերը, հա, եւ չկանչեն, չզորակոչվեն այնպիսի մարդիկ, որոնք չեն վերականգնել իրենց բարոյական, այսպես դիմագիծը, հա, դրա այդ ուղղությամբ ոչ մի բան չի տարվում։ Սպային արգելել են, շատ վաղուց վանից արգելել են, այսպես ճակերտավոր հայրական ապտակ տալը, ես ինքը շատ դեմ եմ դրան, ինքս ծառայել եմ բանակում եւ նաեւ ֆիզիկական ներգործության միջոցները իմ նկատմամբ են եղել, յուրաքանչյուր ծառայած անձ, հա, ինչ որ ժամանակ դրա միջով անցել է, հա, ծեծ կրտոքի կամ սպայի կողմից անարդարացի եւ ոչ կանոնադրական վերաբերմունքի միջով յուրաքանչյուր անձ անցել է, չկա այդպիսի մարդ, որ ասի, որ ինձ բանակում չեն ծեծել կամ ինձ բանակում վերաբերվել են բացառապես դրական եւ հոգատար, հա, բայց եթե դու միջոցներ չես ձեռնարկում այդ իրավիճակը փոխելու, հա, եւ այդ իրավիճակը մենակ խոսելով չի լինի։ Եթե դու բռնության կոչ ես անում ամենաբարձր, պետության ամենաբարձր պաշտոնյայի մակարդակով եւ դրան իրավական գնահատական չի տրվում ոչ մի ձևի, հա, ապա այո, իրենք ճիշտ են, բանակը հասարակության մի մասն է եւ այդ ամեն ինչը բանակում էլ կրկնվելու է նաեւ։ Բայց օրինակ զլանում են նաեւ ասել, որ իրենք ոչ մի այսպես գործունքայլ ոնց ասեմ, դիրքային ծառայությունը թեթևացնելու ուղղությամբ չեն արել։ Միայն ճաշարանային ուտելիք տալով չի, կամ միայն, ասենք, ձունձմեռվա ընթացքում ճանապարհները մաքրելով չի։ Հերթապահության կրման ձևերը պետք է փոխվի։ Պետք է փոխվեն այն կանոնադրությունները, որոնք ստիպում են այնպես կրել հերթապահությունը, որի ընթացքում ուղղակի անխուսափելի են խախտումները։ Օրինակ 2 ժամով ժամապահ կանգնեցնելը, հա, գիշերը, դա ուղղակի արդյունավետ չէ։ Եվ անպայման բերելու են նրա, որ ինչ որ ժամապահ դիրքում կանգնած հերթափոխի ժամանակ աշկը կպցնելու է։ Եվ բանակում նվաստացման դեպքերը եւ շատ հաճախ նաեւ ինքնասպանության հասցնելու դեպքերը 90%-ով դրա հետ են կապված։ Կապված են նաեւ նրա հետ, այո, որ կա որոշակի սոցիալական անհավասարություն։ Իսկ պաշտպանության նախարարը ասում է, որ պատվախնդիր ծնողները իրենց տղաներին բանակից ազատել են կամ ազատելը համարել են այսպես սոցիալական կարգավիճակի հայտարարություն, բայց դա դարձել է մեյնստրիմ խոսակցություն միայն վերջի 2 տարում, երբ խոսք է գնում փողով բանակից ազատելու կամ այսպես տարատեսակ միջոցառումներ կատարելու, որը կխորացնի սոցիալական անհավասարությունը, որը կխորացնի այսպես անջրպետը հարուստների եւ աղքատների միջև։ Իրենք են այդ խոսակցությունները տարածում, բայց մյուս կողմից ես կուզեմ մատնշել մի հստակ փաստ, որը իր պաշտոնավարման ընթացքում է տեղի ունենում, հա, ռազմամարզական գործունեության մասին օրենքը, ուրեմն 22 թվականի սկզբից շրջանառվել է, 3 անգամ շրջանառվել է, 3 անգամ էլ նախագծի տեսքով է, վերջի նախագիծը 24 թվականի փետրվար կամ մարտով է թվագրված եւ ոչ մի բան տեղի չի ունենում։
արագ բերում են զորակոչից 2 շաբաթ առաջ հենց ժամկետային զորակոչ պարտադիր ծառայության ժամկետ են կրճատում, բայց այն ինչ որ 4 տարի պետք է անեն, 4 տարի պետք է արած լինեին, դրա մասին չեն խոսում։ Խոսում են զինված ուժերի բարեփոխումներից, հա։ Խոսում են ընդ որում նաև Բարսասյան կառավարության առաջի անդամի բերանով խոսում են համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգից։ Տեղում ուրանում, որովհետեւ այն գործողությունները, որոնք որ պետք է կատարվեն, այդ թվում տեսեք ռազմամարզական գործունեության մասին օրենքը հենց համապարփակ պաշտպանության մասին է եւ դա տեղի չի շարժվում։ Հետևաբար սրանք կարելի է վերաբերվել միայն որպես ծաղր հասարակ ժողովրդին, միայն ծաղր հասարակությանը։ Լավ, ի վերջո նաև բյուջեի մասով, երբ նշվում է, որ մենք չունենք այսպես նվազում պաշտպանության բանակին հատկացվող գումարների չափով, սա ինչպես է գնահատում, պարոն Քերոբյան, մենք բազմիցս խոսել ենք 26 թվականի նվազման հետ կապված, բայց նախարարը համեմատություններ է անում եւ ցույց է տալիս անգամ 1.1 ուրեմն միլիարդի աճ։ Դա մանիպուլյացիա իրականում, բոլորին հայտնի է, որ մինչև 2018 թվականը, հա, բանակ բյուջեով նախատեսված միջոցներից բացի կային նաև այլ աղբյուրներից ծախսեր, հա, այդ աղբյուրները հաճախ չէին բացահայտվում, այդ աղբյուրներից արվում էին այնպիսի ծախսեր, որոնք պետական եղանակով կամ պետության մասնակցությամբ հնարավոր չէր անել եւ ես չեմ ուզում հիմա բարձրաձայնել կամ բացահայտել այդ գնումների բնույթը, բայց եղել են այնպիսի բաներ, այդ թվում նաև տեղական ռազմարտունաբերության հատկացված տեղական ռազմարտունաբերությունը հանձնարարված, որը արվել են պաշտոնական բյուջեից դուրս։ Հա եւ 20 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանը ինքը անձամբ էր այսպես PR-վում մի արտադրանքի շուրջ ցանկացողները կարող են գնալ փորփրել Facebook-ը եւ հիշել, որը որևէ կերպ չէր բարձրաձայնվել եւ որևէ կերպ չէր հայտարարվել, որ մենք այդպիսի մշակումներ ունենք, ամեն դեպքում դա ինքն է գաղտնիք, հայ ինքը գաղտնիքի մասին օրենքի խախտում է նաեւ արել, դրա մասին բարձրաձայնելով ընդ որում այդ տեսանյութում երևում էին նաեւ ինժեներների դեմքերը։ Ամեն դեպքում ցանկացած ֆինանսական կրճատում ենթադրում է, որ մենք այսպես դիսբալանսը խորացնում ենք Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ մտադրություն չունի խաղաղության, չի թաքցնում եւ օր-օրի ավելի է սրում իր ծավալապաշտական հայտարարությունները Հայաստանի ամբողջ տարածքի նկատմամբ։ Եվ այս պայմաններում ասել որ գիտեք ինչ կա, օրինակ, հա, այստեղ ըստ երևույթին նաեւ ինձ է հեղում կատարում նախարարի իր խոսքի մեջ, որ կա ինչ որ մեկը, որ դիրքերի հետ կապված ինչ-որ հայտարարություններ անում տարբեր լրատվամիջոցներով, AS-ի պաշտոնավարման ընթացքում է տեղի ունենում։ Ինքը չի կարող ասել, որ գիտեք ինչ կա, ես իմ պաշտոնավարման ընթացքում հող եմ հանձնել, իրականում իր պաշտոնավարման ընթացքում ես ուզում եմ հիշեցնել 22 թվականի սեպտեմբերին Սուրեն Պապիկյանի եւ Էդվարդ Տասերյանը զբաղեցրել են համապատասխան պաշտպանության նախարարի եւ գլխավոր շտաբի պաշտոնները։ Եվ մենք այդ ընթացքում կորցրել ենք այդ 2 օրվա ընթացքում կորցրել ենք 140 կիլոմետր տարածք։ Դրանից հետո էլ ենք կորցրել եւ դա թաքցվել է։ Հա, օրինակ Սյունիքում ներքին հանդի հարավային հատվածում մենք կորցրել ենք 10 քառակուսի կիլոմետր տարածք առանց ռազմական գործողություն։ Այսինքն թուրքերը եկել այդտեղ ոտ-ոտ մտել են եւ այդտեղ այսօր Շիկագոյի արգելոցի տարածքում իրականացնում են ծառահատում, մեծան լայնամասշտաբ ծառահատում են։ Այդ իրենց պաշտոնավարման ընթացքում է տեղի ունեցել։ Չի կարելի ասել, որ գիտեք ինչ կա, մենք հողը կորցրել ենք, բայց թող սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովը դա այդ հարցը լուծի։ Չէ, չեն ասում կորցրել ենք, ասում են հենց հասնենք այդ հատվածը հետ ենք վերադարձնելու։ Դե ուրեմն եկեք մեր ընկերներին հիշեցնենք, որ սահմանագծման սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը հաստատվել է 24 թվականի սեպտեմբերին, հա, եւ այդ օրվանից այսօր որևէ կետում, որևէ հատվածում Հայաստան-Ադրբեջան սահման, այսպես պայմանական սահմանի որևէ հատվածում որևէ գործողություն տեղի չի ունեցել։ Որևէ այն էլ ինչ-որ տեղի ունեցել մինչ այդ բացարձակ ապօրին եւ պետական հակազգային գործողություն է եղել, դրա իրավական հիմքերը չեն եղել։ Կիրացում պատ կառուցելու իրավական հիմքը չկա։ Դա եղել է ապօրինի հակապետական գործընթաց։ Ոչ այլ ինչ։ Շնորհակալ եմ, պարոն Քերոբյան։
Հյուրս Հայաստանի ռազմաարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոփյանն էր։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։